Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նարեկ մի քանի անգամ նմանատիպ հարցեր եք բարձրաձայնել, կարելի ասել անարդյունք Հայաստանի իշխանությունները ասում են, որ իրենք ամեն ինչ են անում, տարբեր հարցերի առնչությամբ աջակցում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Արցախ մեր հայրենակիցներին, ամեն դեպքում այդ աշխատանքները տեսանելի չեն, ոչ ձեզ համար, ոչ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակների համար։ Ինչ է արվում այսօր։ Ամենաակտիվը, այնինչ այս պահին արվում է այս իշխանությունների կողմից, դա արցախցիների նկատմամբ ատելության քարոզն է, որը արվում է ոչ միայն տարբեր պրոիշխանական քարոզիչների կողմից, ոչ միայն կառավարվող կեղծ օգտահաշիվների կողմից, այլև հենց իրենց պատգամավորների մակարդակով։ Տեսել ենք Արսեն Թորոսյանը ինչպես է խոսում արցախցիների մասին, ինչպես է խոսում այս խնդիրների մասին, ինչպես է փորձում ատելություն հրահրել արցախցիների նկատմամբ, էական որևէ խնդրի լուծում, որն ուղղված է արցախցիներին մայր Հայաստանում պահելուն, այն նվազագույն պայմանների ստեղծմանը, որ արցախցիները մնան իրենց մեծ հայրենիքում չհեռանան, այս պահին չենք տեսնում։ Չի լուծվում, ոչ միայն չի լուծվում, սոցիալական խնդիրները, ոչ միայն շատ անարդյունավետ են ծրագրերը, այլև տեսնում ենք քայլեր, որոնք կարծես թե նպատակուղղված են, որ արցախցիները այս անգամ էլ ստիպված լինեն, չկարողանալով մինիմալ պայմաններ ապահովել, տարբեր բյուրոկրատական խնդիրների առնչվելով ստիպված լինեն հեռանալ մայր Հայաստանից։ Տեսանք ինչպես անօրինական, հակասահմանադրական ձևով արցախցիներին զրկեցին քաղաքացիությունից։ Տեսնում ենք ինչպես են տարբեր եղանակներով ատելության քարոզանում, մեղադրում։ Տեսնում ենք ինչպես են սոցիալական խնդիրները ել ավելի բարդացնում։ Ամեն ինչ արվում է, խոսում են հայրենադարձությունից, խոսում են նրանից, որ մարդիկ պետք է վերադառնան։ Այս մարդիկ ստիպված, այո, 5 միլիոն բնակչությունից։ Այս մարդիկ արդեն իսկ ստիպված բռնագաղթել են եւ մայր հայրենիքում են, չեն ապահովում այն նվազագույն պայմանները, որ մայրը կարողանա իր երեխային կերակրել ու ստիպված չլինի գնալ։ Նույն սոցիալական խնդիրների մասին ասում են շատ եք շեշտում, սոցիալական խնդիրները, այն սոցիալական աջակցությունը, որ այս պահին տրվում է եւ մեծ մասամբ տրվում է դրսից եկող միջոցներով, այն նվազագույն պայմանն է, որ մարդիկ կարողանան այստեղ բնակարան վարձել եւ մնալ։ Այն դեպքում չեն կարողանա, այն դեպքում անհրաժեշտ չի լինի այն օգնությունը, երբ որ մարդիկ որևէ կերպ բնակարանով ապահովված կլինեն։ Եվ այո, դա այս իշխանությունների պարտքն է դա ապահովելը, որովհետեւ տեղ չի կանգնել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ իրեն ամրագրված պարտականություններին, չի պաշտպանել Արցախի Հանրապետության անվտանգությունը, անվտանգության երաշխավորի իր պարտքը չի կատարել եւ տեղ չի կանգնել իր 150,000 քաղաքացիների ոչ սոցիալական իրավունքներին, ոչ գույքային իրավունքներին, ոչ քաղաքական իրավունքներին։ Այսինքն այս մարդիկ զրկվել են իրենց տնից, որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն կարողացել ապահովել նրանց իրավունքները։ Եվ այո, առնվազն պետք է որոշակի պայմաններ ստեղծեն, որ գոնե չհեռանան մեծ հայրենիքից, մայր Հայաստանից։ Շնորհակալություն։ Մի հարց ևս, այլ է։ Եթե կառավարության որոշմամբ երկարաձգվի 40+10 ծրագիրը, արդյոք պահանջները մյուս պահանջների հետ կապված շարունակություն կլինեն։ Իհարկե պետք է լինեն։ Դրանք բոլորը այնպիսի հրատապ հարցեր են եւ ամոթ է, որ նույնիսկ պետք է արցախցիները պահանջեն, որ այդ հարցերը ներառվեն օրակարգի մեջ։ Ինչ է նշանակում ոչ մի կերպ, ոչ մի հարթակում չբարձրաձայնել մեր գերիների Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցերը, նրանց պատանդարված լինելու խնդիրը։ Սա ոչ միայն պետք է բանակցությունների մեջ դրված լինի, կետ լինի, այլ ոչ մի բանակցություն չպետք է սկսվի առանց սա հիմք ընդունելու։ Եվ այդպես վերադարձի իրավունքը ինչ է նշանակում հրաժարվել վերադարձի իրավունքից։ Դա, չգիտեմ, այն է, ինչ երազում են մեր թշնամիները, երբ որ մենք մեր իշխանությունները լիակատար հրաժարվում են բոլոր միջազգային նույնիսկ օրենքներով եւ կոնվենցիաներով ամրագրված մեր իրավունքներից։ Այսինքն այո, սոցիալական խնդիրն էլ կա, բայց նաեւ շատ կարեւոր են, նույնքան եւ գուցե ավելի կարեւոր են այլ խնդիրները։ Հավաքական վերադարձի իրավունքի խնդիրը, մեր գերիների խնդիրները, ընդհանրապես քաղաքացիության խնդիրը, ես ամենուր ասում եմ, որ պետք է բարձրաձայնել, որ հակասահմանադրական ձևով արցախցիներին զրկել են քաղաքացիությունից։
կարևոր է խոսել այն ատելության քարոզի մասին, որ իշխանությունները դրդում են արցախցիների նկատմամբ։ Սա անթույլատրելի է եւ պետք է այս իշխանությունները հասկանան, որ սա իրենց համար անհետևանք չի անցնելու։ 070 կոդի վերացմամբ արդյոք Արցախահայերի վերադարձը իրատեսական կլինի դեպի Արցախ։ Տեսեք, 070 կոդը այս դեպքում այնքան էական չէ, ինչքան այն, որ նրանք փորձում են դրանով կեղծ պատկերացում ստեղծել, թե արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եւ դրանով հրաժարվել պաշտպանել նրանց իրավունքները։ Վերադարձի իրավունքը դա այնպիսի իրավունք է, որ այո, միայն անձնագրով չէ, որ ցույց է տրվում։ Նախ այդ անձնագրերը կարող են պահել արցախցիները չհանձնել, բայց միայն այդ անձնագրով չէ, որ ցույց է տրվում։ Վերադարձի իրավունքը բոլորի կողմից, հա, նույնիսկ միջազգային հանրության կողմից ընդունված իրավունք է։ Զուտ Հայաստանի Հանրապետությունը պետք է չսպասարկի թշնամու շահը եւ առաջ մղի իր քաղաքացիների շահերը, այդ թվում արցախցիների։